Ողջույն, երեք Հայաստանի կառավարությունը եւ պետական ողջ քարոզչական համակարգը ազդարարում էր հայ ժողովրդին իբրև ամանորի նվեր, թե նոր ձեռքբերում է եղել հայ-թուրքական հարաբերություններում ու իբր որոշում է կայացվել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական հատուկ եւ ծառայողական անձնագիր կրողների համար։ Ու նորից վերահաստատել են, որ առանց նախապայմանների շարունակում են բանակցությունները։ Արձանագրենք, ուրեմն համաձայնվել են Թուրքիան, Հայաստանը դիվանագիտական հատուկ երրորդ ծառայողական անձնագրերի համար հեշտացնել նախապայմանները, պահանջները։ Հիմա եկեք Հայաստանի քաղաքացիներ, մի հատ ճշտենք, մենք այս երեք անձնագրերից որը ունենք։ Մի քանի 100 Հայաստանի քաղաքացի ունի դիվանագիտականը։ Հատուկ Հայաստանում չկա այդպիսի անձնագիր։ Ծառայողական Հայաստանում չկա այդպիսի անձնագիր։ Մենք մեկ էլ ունենք կապույտ անձնագիրը, որով ճանապարհորդում ենք Հայաստանի սահմաններից դուրս։ Հիմա նայենք թուրքերի դեպքում։ Սա ծառայողական անձնագիր, որը կոչվում է մոխրագույն անձնագիր։ Սա դիվանագիտական անձնագիր, սա հատուկ անձնագիր, որը կանաչ գույն է եւ սովորական թուրքական անձնագիրը կարմիր գույն։ Տարիներ շարունակ հաշվի առնելով, որ Հայաստանը եւ Թուրքիան չեն ունեցել դիվանագիտական հարաբերություններ, դիվանագիտականը, ծառայողականը եւ հատուկը Հայաստանում չեն անցել։ Դրա համար Թուրքիայի քաղաքացիները Հայաստան են մուտք գործել միայն կարմիր անձնագրով։ Հիմա ասվում է, որ եւ կանաչ անձնագրով, եւ դիվանագիտականով, եւ մոխրագույն անձնագրով շատ հեշտացված կարգով Հայաստան կարող են մուտք գործել Թուրքիայի քաղաքացիները։ Այս հատուկ անձնագիրը տրվում է Թուրքիայի գրեթե ամբողջ բարձր պաշտոնեությանը, նրանց ընտանիքի անդամներին, նրանց հարազատներին, մի քանի 100,000 մարդ առնվազն Թուրքիայում ունի այս անձնագիրը։ Դիվանագիտական անձնագիր, հազարավոր մարդիկ Թուրքիայում ունեն, փոխարենը Հայաստանում մի քանի 100 մարդ է։ Եվ այս ամենը իմի բերելով, ինչ է ստանալու Հայաստանի քաղաքացին։ Մինչև հիմա էլ Հայաստանի քաղաքացին Թուրքիա մուտք գործում էր կապույտ անձնագրով, հասնում էր սահմանային կետին, վճարում էր 10 եվրո եւ տեղում խփում են 90-օրյա վիզա։ Օրինակ իմ անձնագրում եւս նման վիզաներ կան, դեռ կան Էրդողանի հետ կապված հայտնի սկանդալային պատմությունից հետո էլ, որ առանց խոչընդոտ մուտք եմ գործել Թուրքիա։ Իմի բերելով թուրք քաղաքացիները այս 3 անձնագրով եւս կարողանում են մուտք գործել Հայաստան, իսկ Հայաստանի քաղաքացիները միայն դիվանագիտական անձնագրի դեպքում այդ հնարավորությունից առավել եւս օգտվում են։ Ով շահ է։ Գիտեք, հարյուրամյակներ առաջ, երբ որ իսպանացիները հայտնաբերել են Ամերիկան, տեղաբնակ հնդկացիներին առաջարկել են այսպիսի գունավոր քարեր, ուլունքներ, եւ այդ ուլունքներով տիրացել են ամբողջ ամերիկյան մայրցամաքին։ Երեկվա հաղորդագրությունը նման է հենց այս ուլունքներին, որը տրվում է հայ ժողովրդին իշա Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության վերարտադրության, թե վերջապես Փաշինյանը կարգավորում է հայ-թուրքական հարաբերությունները։